Ում ես ուզում ունենալ քո կյանքում։ Կարևորը օրհնությունն է, թե օրհնողը։ Դու նայում ես Աստծուն, թե նրա ձեռքին, թե նա քեզ ինչ նվեր կմատուցի։ Դու սպասում ես նրան, թե նրա բերած վերքերին։ Քեզ նա միշտ է պետք, թե բավարարվում ես միայն նրա ոսկե բանալիով։ Որ երբ ծնկած ես ցավից ու գոռում ես անբնական, երբ ամեն մի տկար կամ դժվար պահին դու նրան կանչում ես ավելի, ասա, նա քեզ այդ ժամ է պետք միայն, երբ ցավ ու կորուստ քամում է քեզ լրիվ ու քաշում անդունդը խորին։ Մտածիր, խորհիր, քեզ մի լավ քննիր։ Ինչու ենք ախր մենք զայնում Աստծուն, երբ շատ ցավոտ է, երբ մեզ կոտրում են, երբ մեզ քամին որպես մի եղեգ ճկում ու գետին է տապալում, երբ մեզ ոչ մեկ էլ չի հասկանում, անգամ մենք ինքներս մեզնից էլ գլուխ չենք հանում։ Ասա, ինչու ենք միայն այդ ժամ փրկիչին հիշում, երբ նա էլ մեզ հետ այդպես նույն ցավն է քաշում, դու կասես ինչպես, ահա քեզ պատասխան, քանզի սիրում է, սիրում անմնացորդ, իսկ դու, թե սիրես մեկին, կարող ես կյանքդ հանուն այդ մեկի դնել զոհասեղանին, մտածում ես չէ, ոնց զոհեմ ես ինձ հանուն ուրիշի, իսկ Աստված քեզ և ինձ և մյուսներին ուրիշ չհամարեց, այլ մեզ իրենը տեսնելով Հիսուսին աշխարհ ուղարկեց, ով Աստված էր, սակայն ծնվեց մարդ արարածից Սուրբ Հոգու շնչով, որ նա դառնա այն գառը մատաղի, ով իր ուսերին կվերցնի բեռը և մեղքն աշխարհի, ու այսօր, որ դու ազատ ես, ունես կոչումը որդու, դա մեծ շնորհ է, ակնածանքով մոտեցիր կոչմանդ, որ անգին է, անմեղարյան գին, և հիշիր բարեկամ, որ Աստված միայն քեզ նեղորերին չի պետք, նա քեզ պետք է միշտ, որ թեկուզ լինես անապատում, Աստծո հետ անապատը կդառնա պարտեզ, իսկ երբ ապրես առանց Աստծո, թեկուզ պարտեզում, այն կդառնա անապատ ու կչորանա ամեն ջրի աղբյուր, ջուրը և ոսկին և օրհնությունը դա նա է տալիս։ Փնտրիր ամեն վայրկյան Աստծուն, ձգտիր նրան ունենալ կյանքում, այլ ոչ թե միայն ձեռքը մեկնած, և այդ ժամ կլինես հաղթող քո կյանքի ամեն պայքարում։